Որքան գեղեցիկ եւ որքան սիրելի է, երբ եղբայրները միասին ապրին։ Դերը օրհնություն կհաստատե այնտեղ, ուր եղբայրասիրությամբ միադեղ գաղութեն իր պատկերին համեմատ մեծ սիրով ստեղծվածները եւ որքան ավելի մեծ կլա Տիրոջ ծնծությունը, երբ իր մե ստացված շնորհները բաժնեկցինք իրարու հետ։ Գազագերբությամբ Սուրբ Պրգիծ ժողովրդաբեդության Սուրբ Ներսես Լամփրոնացի մշակութային միության մասնակցությամբ Զվարթնոց հատուկ դաստիարակության կետրոնին եւ Դիրամայր զմարու հավատք եւ լույս խմբագին շաբաթ 22 մարտ 2025-ին առավոտյան ժամը 10:00-ին սիրով ստեղծվեցանք խորակրով Գամքի դեր անցերու միասնական հավաք մտեղի ունեցավ Սուրբ Պրգիծ հայ կաթողիկե ժողովրդաբեդության մեջ։ Հավաքը սկսավ Սուրբ եւ անմահ բադարակով զորմադուցանեց Հայր Պետրոս Վարդապետ Մարաշտյան։ Օրվան Սուրբ բադարակը ունեցավ յուրահատուկ թրոշմ, աննախադեպ երևույթ էր Գամքի դեր անցերուն ուղագի մասնակցությունը։ Անոնց մե ոմանք մեծ ուրախությամբ սպասարկեցին բադարակի ամբողջ ընթացքին, իսկ փոլարնալ անհադապար հոժարագամ թիդավորությամբ աղոթներ բարձրացուցին առաստված։ Անոնց մե արդապերված աղոթները մեզի համար հստակ եւ հասկանալի բարեր չէին, այլ Աստուծո ուղագի հասնող անվերաբար սիրո արդահայտություն էր։ Քարոզին Հայր Պետրոս անսահման ուրախություն եւ բադիվահայտնեց սույն բադարակը մատուցանելուն։ Աննկարագրեց այդ անձերուն անմեղությունը, համբերությունը, սերը եւ փարությունը, զորս ինք ապրած ու սկացած է հանցինս Գամքի դեր եղբորը, որուն նկարները ցուցադրելով պատմեց անոր անմիջական աստեցությունը իր կյանքի վարդապետության ուղիին վրա։ Վարդապետը շեշտեց, որ նման անձերը մեր կյանքին օրհնություն են, խորհրդավոր եւ հուզիչ այս բادرակը դրախտային թրոշմը ցկեց ներկաներեն յուրաքանչյուրին վրա։ Ավարտին դեղուն ժողովրդապետ Հայր Սահակ Վարդապետ Կեշիշյան հրավիրեց Զվարթնոց կետրոնի դնորեն նախկին նախարար Տիգին Վարդինե Օհանյան, որ իր գարկին արդահայտել է իր ուրախությունը եւ հուզումը, անդրադարձավ Գամքի դեր մարդոց նկարագրի անփծության մասին, ողջունեց անոնց մայրերը, որոնք համբերությամբ կհոգան իրենց զավակներուն, նաեւ հարկանքի խոսք փոխանցեց բոլոր անոնց, որոնք կամավորաբար խնամելու առաքելության ջամփու վրա են։ Անդրադարձավ նաեւ սույն առաքելության դժվարություններուն մասին, սակայն ըսավ, որ անոնց մե ստացված սերը կմեղմացնե ամեն դժվարություն եւ կզորացնե Գամքը շարունակելու համար վեհ առաքելությունը։ Ապա Հայր Սահակ հրավիրեց Դիրամայր զմարու հավատք եւ լույս խմբագի ադենաբեդ Օրորդ Այդակեշիշյան, որ հագիրճ ներկայացուց խմբագի հիմնադրության պատմականը եւ գործունեությունը, անսավ, որ երբ մարդիկ անեց կհամարեին նման զավակներ ունենալը եւ կմերժվեին հանրության կողմէ, այս խմբագին առաքելությունը եղավ բացահայտել Գամքի դեր մարդկանց օրհնություն ըլլալը եւ ընդունելի դարձնել զանոնք մեր շրջանագին մեջ։ Անհայտնեց, որ իր անձնական փորձառությամբ անդրադարձավ եւ հասկացավ, որ մենք չենք անոնց սորվեցնողները, այլ մենք անոնց մեջ սորվողներն ենք եւ անոնց միջոցով է, որ կգերդվի մեր իսկական եւ անկեղծ նկարագիրը։ Սրդի խոսքերը ետ Զվարթնոցի եւ հավատք եւ լույս խմբագին կողմէ հուշանվերներ փոխանցվեցան Սուրբ Պրգիծ ժողովրդաբեդության։ Հիշադակի խմբանկարը ետ բոլորը հավաքվեցան ժողովրդաբեդության շրջափակին մեջ, ուր Սուրբ Ներսես Լամփրոնացի մշակութային միության ադենաբեդ Մարալ Հարբոյան բարի կալուստի խոսքը ետ կներկայացուց օրվան ծրագրի կարևորությունը, հրավիրեց Լուսիգին խմբագը ջոխացնելու համար ցերնարգը, խանդավառ եւ ջոխ մտնոլորդեմը ետ բոլորին բաժնվեցավ հյուրասիրություն եւ նվերներ։ Բոլորիս համար օրվան ամենամեծ վերացական բարգեւը եղավ անմեղ էակներուն անշահախնդիր սիրո արդահայտությունները եւ անոնց բայցար ժպիտները։